Մայրաթոր Սուրբ Էջմիածին իսկ այժմ կզրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանի եւ ինչ է կարծում հայ առաքելական եկեղեցին իրապես թիրախավորվում է թե իսկապես Փաշինյանը վեհ առաքելություն ունի մաքրելու եկեղեցին։ Նախ ես ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին կաթողիկե Սուրբ Էջմիածնի լուսավոր տոնի առիթով եւ օրվա խորհուրդը, որի համար նաեւ մենք բոլորս հավաքվել ենք ուխտագնացության դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, նախ մեր աղոթքը մեր օրհնությունը ստանալու մեր սիրելի եկեղեցուց եւ նաեւ մեր զորակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր հոգեվոր հայրերին եւ առհասարակ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ հատկապես այս տարին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն ունի առանձնակի կարևորություն եւ նշանակություն հենց այն պատճառով, ինչպիսին որ ձեր հարցադրումներ, այսինքն եկեղեցու թիրախավորումը ադրբեջանաթուրքական ռեժիմի կողմից, նրանց կողմից, ում համար տոնը ոչ թե առաքելական եկեղեցու տոներն են, ոչ թե մեր Մայր Աթոռի տոնն է, այլ Կուրբան Բայրամը։ Եվ այդ Կուրբան Բայրամ տոնողների կողմից մեր եկեղեցին թիրախավորելը, մեր ժողովրդի դեմ պայքարը հենց ցույց է տալիս մեր ժողովրդի պատասխան ռեակցիան, որ մենք պատրաստ չենք ընկրկելու եւ միշտ կանգնելու ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա եւ պաշտպանելու ենք մեր բոլոր թանկ ու նվիրական արժեքները, այդ թվում եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ նվիրական Մայր Աթոռը։ Փաշինյանը նաեւ նշել է, որ ով կանգնի իր դիմաց, բոլորին լրացնելու է, ասում է ակտիվացել են, պետք է պասիվացնել, ընդ որում ընդմիշտ։ Սա ինչպես կմեկնաբանեք եւ ինչպես եք պայքարելու նրա դեմ։ Ճիշտ ասած, մի քանի օր, 2 օր առաջ իր դիմաց կանգնած էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ես չգիտեմ իրան ինքը լրացրել է թե չի լրացրել եւ ինչ վերաբերմունք է ինքը ունեցել լիզել է արդյոք նրա կոշիկները թե չէ, որովհետեւ իր պատկերացրած դիվանագիտությունը դա կոշիկ լիզելով է արտահայտվում, բայց Նիկոլ Փաշինյանը չի, որ մեր ժողովրդի անունից պետքա որոշումներ կայացնի, նա այդ իրավունքը չունի, նա մեր ժողովրդի վստահությունը, լեգիտիմությունը վաղուց չունի, չի վայելում եւ բացի դրանից նա անօրինական պաշտոնավոր է, որովհետեւ նա վարչապետ է, ոչ թե Էրդողանի եւ Ալիևի հանձնարարությունները կատարելու, այլ կառավարության գործունեության ծրագիրը կատարելու։ Իսկ նա կառավարության գործունեության ծրագիրը չի կատարել։ Իսկ Հայաստանի Սահմանադրության վարչապետը այն պաշտոնյան է, որը կատարում է կառավարության գործունեության ծրագիրը։ Հետևաբար, քանի որ նա հրաժարվել է իր առաքելությունից, նա նույնիսկ սահմանադրական կարգավիճակ չունի։ Նա այս պահի դրությամբ մի հատ սովորական շարլատան է, որը խաբեությամբ տիրացել է մեր ժողովրդի օրինական իշխանությանը եւ այդ իշխանությունը ծառայեցնում է մեր թշնամիների շահերին։ Մեր ժողովուրդն էլ հիմար չի, ոտքի է կանգնելու եւ դուրս է շպրտելու։ Իսկ այդ դուրս շպրտելու իրավական ձևը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը մեկնարկել է պարլամենտում, կա արդեն վարչապետի տեխնացու կամ падգամավորներ, որոնք նախաձեռնել են այդ գործընթացը, եւ ես կարծում եմ շատ կարճ ժամանակ անց այս գործընթացը առանձնակի թափ է հավաքելու, գիտեք ինչի է նման, սա ոնց որ այդ քպեականները մի հատ բանտի մեջ ելնեն։ Իրանք իրականում բանտարկյալի կարգավիճակ ունեն, իրանք ազատ մարդիկ չեն, իրանք падգամավորներ չեն, որ իրանք կամքով որոշումներ կա։ Հիմա մեր խնդիրն է հավաքվենք, այսքանով գնանք այդ բանը եմ ասում, էլի համեմատության մեջ եմ ասում, այդ բանտի դռները բացենք, այդ բանտի դռները որ բացեցինք, բոլորն է փախնելու են։ Հիմա կարող ասենք ընդ մեն նարկամանն էլի, 24 գրամ դեռնականաչավուն զանգված ծխած, որը ասես պատի տակ վերընկած ասի, չէ, ես դուրս չեմ գալի, ես մնում եմ ըստե ինձ դե լավ է, կարա տես մեկնելի։ Բայց հիմնականում բոլոր բանտարկյալները փախնելու են այդ բանտից եւ գալու են միանան ժողովրդին։ Այն մարդկանց, ում շնորհիվ իրանք այսօր այնտեղ падգամավորի կարգավիճակ ունեն։ Մենք ոչ մի հատուկ պահանջ իրանցից չունենք, քան իրանց պարտականությունների կատարումը եւ շատ կարծում եմ խորհրդավոր է նաև այսօրվա նշանակությունը, որ մարդիկ հավաքված են նախ առաջին հերթին Մայր Աթոռ ուխտագնացության գնալու, բայց նաև յուրաքանչյուրս մեր մտքում հասկանում ենք, որ այս իշխանությունը ինքը թիրախավորել է մեր եկեղեցուն, հարձակվել է մեր եկեղեցու վրա եւ Մայր Աթոռ մենք չենք գնում միայն աղոթքի եւ մոնվառելու, նաև գնում ենք մեր զորակցությունը հայտնելու, որը հետագայում պետք է արտահայտվի այլ գործողություններով, այսինքն մարդկային այս մեծ բազմությունը ժամանակի ընթացքում թափ է հավաքելու եւ անկառավարելի է ալելու Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների համար։ Ձևակերպեցիք բանտից պետք է ազատել այդ մարդկանց, հիմա հարցս հետևյալն է լինելու, այդ բանտի դռները բացելու քայլեր երբեք անել եք, այսինքն դուք հանդիպում եք հանձնաժողովների անդամների, որոնց չեն ընդունում։ Դե փակ է բանտի դուռը, չեմ կարող
առանձին ամեն մի պատգամավորի առանձին հանդիպելու նախաձեռնություն եք։ Գիտեք ինչ, հիմա հենց այդ հանդիպումների չկայանալը իմ այդ բանտի դռների կողպած լինելու հետևանքն է, այսինքն Հակոբ Արշակյանը բանտում է, իրան թույլ չեն տալի, որ ինքը գա տեսակցության։ Ես հիմա գնում եմ ըստ էության բանտարկյալների հետ տեսակցության, որը չի ստա, բայց ճիշտ ասած, չէ, դատարկ ձեռով եմ գնում, կարող է դա համար չի լինի, բայց չգիտեմ, հաջորդ անգամ մի բան կտանեմ։ Բայց հիմա հենց այդ բանտարկյալ լինելու խորհուրդն է իրանց։ Հիմա երբ որ այդ բանտի դռները բացվի, նրանք բոլորը ազատություն են ստանալու։ Իսկ այդ բանտի դռները բացվելու են, մեր ժողովուրդը կարծում եմ դրա կարողություն ունի։ Բացելու համար դուք ինչ քայլ եք անում, առանձին երաշխիք։ Չէ, ես կարծում եմ, որ մենակով ինչ դժվար ալնելու այդ դուռը բացել։ Պետք է Հրանտ Մաթևոսյանի ասած 20 հոգով։ Հասկանալի։ Շնորհակալություն։ Պարոն Համբարձումյան։ Երթից առաջ նաև